Բարի երեկո, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մթաթյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Դադարեցնել եկեղեցու դեմ արշավը, Լեմկինի ինստիտուտի կոչը պաշտոնական Երևանին։ Խաղաղություն ցորենով, բենզինով ու սպառնալիքներով, Բաքվի ու Երևանի զուգահեռ իրականությունները։ 90-ականների մութ ու ցուրտ տարիների վերադարձը, հոսանքազրկված տներ ու սառցակալած փողոցներ, հանգստյան օրերի երևանյան քաոսը։ Շարունակական պայքար, հանուն հիշողության, ինքնության և պատասխանատվության, Ջենեսիս Արմենիան 5 տարեկան է։ Թրամփ-Զելենսկի հանդիպում, կհաջողվի Թրամփին տարվա հետ փակել ևս մեկ հակամարտության էջ։ Հայաստանում քաղաքական վիճակը շարունակում է մնալ լարված, իսկ հասարակական համերաշխության պահպանողը եկեղեցին է։ Սա է ցույց տալիս Գելափի հարցման արդյունքները։ Հայաստանում քաղաքական վիճակը շարունակում է լարված մնալ։ Գելափի հարցման համաձայն քաղաքացիների մոտ 60%-ի վիճակը գնահատել է լարված կամ շատ լարված։ Միայն 10%-ն է լիովին հանգիստ համարում։ Մեծամասնությունը կարծում է, որ հասարակության մեջ համերաշխություն ձևավորելն անխուսափելի է և դրա ամենավստահելի աղբյուրը եկեղեցին է։ Հասարակության տրամադրությունը նույնպես լարված է։ 32%-ը զգում է անտարբերություն ու ապաթիա, 31%-ը լարվածություն ու ագրեսիա, 21%-ը անհանգստություն, 10%-ը վախ ու տխրություն։ Եկեղեցին նշվել է լիովին վստահում եմ 55.8%, 15.6%-ը նշվել է ավելի շուտ վստահում եմ։ Կրթական համակարգ 27.4%-ը նշել է, որ լիովին վստահում եմ, և 28.5%-ը նշել է, որ ավելի շուտ վստահում եմ։ Պետական իշխանությունները նշել է 17.8% և 20.8%-ը նշել է, որ ավելի շուտ վստահում եմ։ Ամենանվազ ցուցանիշները քաղաքական դաշտն է նշվել 12.3%-ը և մեդիան 8.2%-ը։ Ամենաշատը եկեղեցին է վստահում։ Այո։ Ընդհանուր 73%-ը շուրջ նշել են, որ վստահում են եկեղեցուն։ Վիճակագրության ֆոնին Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ շարունակվող պետական ճնշումների վերաբերյալ, ներառյալ հոգևորականների ձերբակալություններն ու ահաբեկումները, եկեղեցական հաստատությունների թիրախավորումը։ Ինստիտուտը կոչով դիմել է կառավարությանը։ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի կառավարությանն անհապաղ դադարեցնել հոգևորականության դեմ ուղղված քաղաքական դրդապատճառներով գործողությունները և վերահաստատել իր հավատարմությունը կրոնական ազատության և բազմակարծության սահմանադրական սկզբունքներին։ Ինստիտուտը նաև կոչ է անում միջազգային դիտորդներին և մարդու իրավունքների կազմակերպություններին ուշադիր հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ընդունելով, որ կրոնական հաստատությունների քայքայումը պատմականորեն նախորդել է հասարակության մասնատման և ինքնության ջնջման ավելի լայն արշավներին։ Ցեղասպանություն վերապրած ազգը չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները։ Իդեպ ազատազրկված սրբազաններից մեկը Միքայել arczepiskopos Աջապահյանը դեռևս հիվանդանոցում է։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն այսօր այցելել Իզմիլյան բժշկական կենտրոնում գտնվող Շիրակի թեմի առաջնորդին։ Միքայել սրբազանի վիճակը բավարար է, նա շարունակում է հետվիրահատական բուժումը։ Իսկ 3 մայրաթորում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի օրհնությամբ տեղի է ունեցել տարվա վերջին կիրակնօրյա պատարագը։ Մայր տաճարում պատարագը մատուցել է Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Պատարագի ավարտին հայր Զաքարիան խոսել է հավատարմության կարևորության մասին ու շեշտել, որ ելքը մեկն է՝ համախմբվել հայոց եկեղեցու շուրջ։ Լուսավոր Հայաստանն այլում մեր ապագայի, հետևաբար
ցորենը, վառելիքն ու նախաստորագրված փաստաթուղթը խաղաղության երաշխիք ու դրսևորում։ Արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը հանրայինի եթերում ամփոփել է տարին։ Խաղաղությունը այլընտրանք չունի, բայց նախարարը նաև խոստովանել է, որ այդուամենայնիվ խնդիրներ կան։ Բաքվում գտնվող մեր հայրենակիցները, Արևմտյան Ադրբեջանի խոսույթը։ Սրանք ըստ նախարարի խնդիրներ են, բայց լուծելի։ Մինչդեռ Բաքուն խաղաղության համար ընտրել է սպառնալիքի ու պահանջի լեզուն եւ ոճը։ Բաքվի պահանջների ցուցակը ընդլայնվում է մեր երկրի սահմանը վերածելով շագրենի կաշվի։ Բաքվի եւ Երևանի զուգահեռ իրականությունները ռեպորտաժում։ Զգոնությունն ու ուժը խաղաղության երաշխիքն են։ Մեր երկրի ռազմական ներուժը զգալիորեն ամրապնդվել է եւ կշարունակի ամրապնդվել։ Իլհամ Ալիևն է դեկտեմբերի 24-ին հայտարարել Ակնայում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ 4 օր անց դեկտեմբերի 28-ին Արարատ Միրզոյանը հանրային հեռուստաընկերության եթերում խոսում էր խաղաղության գործընթացի ինտենսիվության մասին։ Խաղաղությունը հաստատված է, համագործակցության փորձերը կան, դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը եւ հումանիտար հարցերն էլ պետք է այսինքն ենթակային հասցեագրման եւ նաեւ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մենք համարում ենք դա մեր տարածքային ամբողջականության դեմ խոսույթ։ Խաչիկ Գալստյանը կարծում է Հայաստանի արտգործնախարարի տարեվերջի հարցազրույցը արձագանք էր Ալիևի Ակնայում արված հայտարարություններին։ Իսկ պնդումը, թե Հայաստանը չի կիսում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները, քաղաքագետը համարում է մանկամտություն։ Դոնե իլոր աշխարհի ցույց տա Ադրբեջանի ռազմատնչ ռետորաբանությունը։ Ադրբեջանի անթաքույց նկարտումները Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ իրենք իրենց օրինած խաղաղության դարաշրջանի թակարդ ընկած, ծուղակնքած երկու ոտքով փորձում են մանկամիտ արդարացումներ գտնել։ Մինչ հայկական կողմը խաղաղությանն ուղղված ինտենսիվ քայլերի մասին հայտարարություններ է անում, Բաքուն նախագահի մակարդակով առաջ է մղում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթը, միաժամանակ հայտարարելով, որ ինքն է խաղաղության օրակարգի նախաձեռնողը։ Խաղաղության գործընթացը նախաձեռնել է Ադրբեջանը։ Խաղաղության պայմանագրի տեքստը առաջարկել է Բաքուն։ Ադրբեջանը խաղաղության հասնելու համար օգտագործում է ուժի գործոնը։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, նման ձևով Բաքուն ոչ թե խաղաղության օրակարգի մասնակից է դառնում, այլ իր օրակարգն է պարտադրում Երևանին։ Ասում են հետևյալը, որ մենք ունենք խաղաղության այս պատկերացումը, դա մեր պայմանների բավարարումն է եւ մեր պայմանների բավարարմամբ մենք գնում ենք խաղաղության։ Եթե մեր պայմանները չբավարարվեն, ապա այստեղ արդեն Ադրբեջանը դիմում է շանտաժի, այդպես ասելով, եթե մեր պայմանները չբավարարվեն, մենք կօգտագործենք ուժը։ Հայաստանի իշխանությունները միամիտ չեն, իրենք էլ շատ լավ հասկանում են խաղաղության հաստատման գործընթացը ձախողվում է, ընդգծում է վերլուծաբանը։ Ըստ նրա, այս պրոցեսը քարոզչություն է, ուղղված ընտրազանգվածին։ Նիկոլ Փաշինյանին շատ կարևոր է ցույց տալ, որ այն ինչ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում, Հայաստանի համար ձեռքբերում է, խնդիրների լուծում է, երկարատև հակամարտության կարգավորում է եւ այլն, որովհետեւ եթե ինքը չի ստեղծում այդպիսի պատկեր, ապա այլևս գործնականում ոչինչ չունի ներկայացնելու էլեկտորատին եւ ինքը մնում է արդեն որպես ձախողված ղեկավար։ Մինչ Ադրբեջանի նախագահը բացահայտ հայտարարում է, որ ուժն է թելադրում խաղաղություն, հայկական կողմը խաղաղության գործընթացը փորձում է կառուցել տնտեսական գործակցության վրա։ Այս երկու միմյանցից խիստ տարբեր պատկերացումների միջակայքում հարց է ծագում. հնարավոր է արդյոք խաղաղություն այնքան մոտ ապագայում, որքան հայտարարում են Հայաստանի իշխանությունները։ Բաքուն կոշտացնում է իր հռետորաբանությունը, իսկ պաշտոնական Երևանի պատասխանը սովորաբար համարժեք չի լինում թշնամական երկրից եկող սպառնալիքների։ Այնուամենայնիվ կան կառույցներ ու կազմակերպություններ, որոնք չեն կորցրել վիճակն ու հնարավորությունները սթափ գնահատելու կարողությունը։ Շարունակական պայքար, հանուն հիշողության, ինքնության եւ պատասխանատվության։ 44-օրյա պատերազմին հաջորդած ծանր օրերին ստեղծված կառույցը, որը խնդիր դրեց համախմբել համահայկական գիտամտավոր ներուժը 5 տարեկան է։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը 2020 թվականից ներդրեց իր ամբողջ ներուժը, ռեսուրսն ու կազմակերպական կարողությունները հանուն հայկական զույգ հանրապետությունների։ Կենտրոնն ամփոփեց իր գործունեության 5-րդ տարին ներկայացնելով անցած ճանապարհը, ռազմավարական ծրագրերն ու առաջիկա անելիքները։
44-օրյա պատերազմից անմիջապես հետո հայ ժողովրդի համար որպես սպեղանի Genesis Armenia ուղեղային կենտրոնը եկավ դաշտ, սկսեց համախմբել ամբողջ աշխարհով մեկ սփռված հայկական գիտամտավոր ներուժը եւ ծառայեցնել հայ ժողովրդի ազգային պետական շահին։ Genesis Armenian կարողացավ հասնել կարևոր ձեռքբերումների։ Այս տարվա գլխավոր ռազմավարական ծրագիրն Արցախի վանքերի, եկեղեցիների, ամրոցների եւ բերդերի եզակի քարտեզի կազմումն ու տպագրումն է, որը Genesis Armenian ներկայացրել է կառույցի հնգամյակին նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում։ Սա ոչ միայն գիտականորեն հիմնավորված աշխատանք է, այլ նաեւ իրավաքաղաքական փաստաթուղթ, որը կոչված է պահպանել եւ ամրագրել Արցախի պատմամշակութային ժառանգությունն ու ապացույցներ թողնել գալիք սերունդների համար։ Վերջին տարիների ընթացքում առաջի անգամ տպագրվեց մի աշխատանք, որը կոչված է լրացնելու նման աշխատանքների բնույթի աշխատանքներում եղած բացը եւ իրականացնելու մեր Արցախ հազարամյակների Արցախ նպաստելու Արցախ երկրամասի Արցախի հանրայնացմանն ու քարոզչությանը։ Մինչ քարտեզների շնորհանդեսը պաշտոնական միջոցառումը մեկնարկեց կառույցի համար կարևոր նամակով, որը հատուկ Genesis Armenia-ի համար կալանավայրից ուղարկել էր Բագրատ arczepiskopos Գալստանյանը, արժևորելով կառույցի հետ անցած ճանապարհը։ Հասկանալի պատճառներով ցավոք չեմ կարող ներկա գտնվել այսօր ինձ համար սիրելի ընտանիքի տարեդարձին, բայց հավատում եմ, որ դուք այն կարևոր հիմքերից եւ սյուներից եք, որով եւ որի վրա կկառուցվի մեր համբուրելի տունը։ Կառույցի ստեղծման առաջին իսկ օրից Genesis Armenia-ի գործունեության առանցքը եղել է Արցախը։ Ծրագրերի 90%-ը իրականացվել են հենց Արցախում, եւ ամբողջ այդ ընթացքում Genesis Armenia-ի հետ գործակցել է Արցախի Հոիդա կառույցը։ Երկու կարևոր գործ արեց Genesis-ը ընդհանրապես այս քաղաքական կամ Արցախի հետ կապվող հարցերում։ Առաջինը, որ զգաց, տեսավ եւ շոշափելի ներդրում ունեցավ այն հարցի մեջ, որ Արցախը կիզակետ է։ Արցախը կիզակետ է հայապահպանման, Արցախը կիզակետ է ազգային ազատագրության եւ դա շոշափեց, զգաց։ Genesis Armenian Արցախում կարողացել է իր ծրագրերն անխոչնդոտ իրականացնել հատկապես այն ժամանակաշրջանում, երբ պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արտակ Բեգլարյանը։ Ես վկան եմ եղել բազմաթիվ ծրագրերի, որոնք իրականացվել են կամ մշակվել են Genesis-ի թիմի կողմից եւ որոնք այս ֆիլմում ներկայացվել են, ավելին մենք ունեինք ավելի մեծ գաղափարներ, ծրագրեր։ Իսկ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում Genesis Armenian աշխատում էր իր ամենամեծ ծրագրերից մեկի վրա, Արցախում հիմնել մետաղաշինական եւ տեխնոլոգիական ամենամեծ տեխնոպարկը մի քանի 100 աշխատատեղով եւ արտադրանքի միջազգային իրացման հեռանկարով։ Նույնիսկ եթե կարճաժամկետ հատվածում մենք հնարավորություն չունենք վերադառնալ Արցախ, առնվազն պետք է ստեղծենք հիմքեր հետագա սերունդների համար այդ գաղափարը, այդ արժեքը ավելի արդյունավետ իրականացնել եւ դրա շրջանակներում այս վերջին ծրագիրը մեծ արժեք է ներկայացնում, որովհետեւ Արցախի հայկականության ամրագրման համար մենք նույնպես մեծ աշխատանք պետք է անել եւ միայն խոսել դե ակնհայտ է, որ Արցախը հայկական է։ Արցախի համար արված ցանկացած աշխատանք կարևոր է եւ պետք է մի օր ավարտին հասցնել, ասում է Ավետիք Չալաբյանը։ Եվ որպես ճգնաժամի պայմաններում ստեղծված կառույց, ինչպես եւ մենք հայակվեն, այդ իմաստով մենք ամբողջս ընթացքում զգալի չափով եղել ենք արձագանքողի դերում։ Մենք փորձել ենք այն իրավիճակում, որը պարտադրվել է մեր երկրին եւ մեր Արցախին, փորձել ենք իրականացնել այն ծրագրերը, այն գործողությունները, որոնք կարող են մեղմել հարվածը։ Genesis Armenian կարևորում է հայաստանյան քաղաքական դաշտում նոր ձևավորված ուժի միասնության թևեր նախաձեռնության ղեկավարների հետ անցած ճանապարհը, նշում է հաջողված ճանապարհ է։ Ես մի շատ կարևոր բան կմաղթեմ, Աբրահամ ջան, այսպես կուզեմ դիմեմ, հաջորդ տարի 6-ամյակին ձեր տեսահոլովակը թող կրկնակի մեծ լինի եւ բովանդակությամբ 26 թվականի իրադարձություններով լեցուն։ Եվ այդ իրադարձությունները թող լինեն բոլորիս համար հաղթարշավային։ Կատարած աշխատանքը կարևոր է համարում նաև ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Պատմամշակութային ժառանգությունը այս պահին գտնվում է ոչնչացման գործընթացում։
եւ բնականաբար այս գործը չեմ կարծում, որ կարողանանք սրանով կանգնեցնել այդ process-ը, բայց ամեն դեպքում շատ կարևոր է գորեն բոլոր փաստաթղթային դոկումենտալ այս արխիվը սարքել, պահել։ Իսկ կառույցի հիմնադիր տնօրենը խոսեց անցնող քաղաքական տարվա գնահատականը եւ մարտահրավերները հաղթահարելու ճանապարհային քարտեզի մասին։ Անձամբ ընդունեցի չափազանց պատասխանատու խոստովանեմ հասունացած եւ տրամաբանական որոշում գիտամտավոր, կազմակերպչական եւ առաջնորդության ռեսուրսի ամբողջ ծավալով եւ կարողականությամբ ներգրավվել քաղաքական ու ընտրական սպասվող process-ներում, քաջ գիտակցելով իրողությունը, որ գործող իշխանության հետ պատերազմի եւ ընտրության գնալը նշանակում է կանխակալ պարտություն։ Այսուհանդերձ իրական ժողովրդավարական երկիր ունենալու տեսլականը ենթադրում է ընտրությունների միջով ձևավորել հանրային վստահություն վայելող իշխանություն, որն իրավական եւ օրինական հանրային քվեով հնարավորություն կունենա արգելակել հայկական գոյութենական մայրամուտի ահագնացող մեքենան Genesis Armenia-ի անցած ճանապարհը մեկ օրվա կամ մեկ ծրագրի պատմություն չէ, ասում են ջենեսիսականները։ Դա շարունակական պայքար է հիշողության, ինքնության եւ պատասխանատվության համար։ Պայքար, որտեղ փաստաթուղթը դառնում է զենք, քարտեզը վկայություն, իսկ գործը խոսքից բարձր։ Անի Աբաղյան, Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Սամվել Իսրայելյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Առավոտը բարի չէր աշխատանքի շտապող կամ ամանորյա գործերով զբաղված մարդկանց համար։ Երևանում քայլելը վտանգավոր է։ Մեր կասառույցը Երևանի մայթերին ու բակային տարածքներում։ Շենքի բակից փողոց հասնելն իրական փորձություն է, վտանգը մեծ։ Հեքիաթային ու տոնական շունչ ապահովող ձյունը Հայաստանում հանգստյան օրերը վերածել են քաոսի, որը մինչև հիմա էլ շարունակվում է։ Մեր կասառույցին ընկնում, հագուստը մաքրում ու շարունակում են քայլել։ Սա է այսօրվա իրականությունը, որը զուգադիպեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տարեվերջյան ասուլիսի հետ։ Մայրաքաղաքի քաոսն ու դրա վերաբերյալ քաղաքապետի պարզաբանումը ներկայացնում է Անի Աբաղյանը։ 70-ամյա Լևոն Պապն աշխատանքի գնալու ճանապարհին ընկել է բակի մերկասառույցի վրա։ Ոչ մի աշխատանք չեն կատարում։ Մենա, արեք գնանք մեր բակը ցույց տամ։ Սառացել ոչ մի բան չեն ցանում, ոչ մի բան չկա։ Ոչ բակը մաքրող են տեսել, ոչ էլ աղցանող։ Այսօր Արևն էլ որոշել է դուրս չգալ։ Լավ է պրծել Լևոն Պապը։ Վնասվածք չի ստացել։ Երևանի բնակիչները կարճ արտահայտություններով են բնութագրում քաղաքի վիճակը։ Վայ, ահավոր։ Վտանգավոր է, շատ վտանգավոր է։ Որոշ չափով, բայց հələ մեկ օր է, հələ սենց վիճակներ չեմ սիրում, որ մնում է։ Ոչ մի բան չեն, այսինքն կարել են շատ քիչ, մայթերը հատկապես։ Ինձ համար լավ է, չգիտեմ, ոչինչ, հարմար։ Ժանում եմ պատասխանել, բայց ավելի շատ տեղեր մերկասառույց կա, քան մերկասառույցը մաքրված է։ Մասամբ, հիմնականում ոչ։ Մեզ ճանապարհին հանդիպած անցորդներից մեկն ասում է. բակի աստիճաններին մոտենալ հնարավոր չէ, իսկ մայթով քայլելու համար հավասարակշռությունը պահելու հատուկ հնարքներ պետք է սովորել։ Հենց բակերում ամենավատն է, չեմ ասում է սելետնի շենքերը, այլ մի քիչ օրինակ աստիճանների վրա սարսափելի է, օրինակ այսօր աստիճաններով իջնում է, ինձ թվում էր վիզուս կջարդեմ, չէ շատ աղավրավիճակ է հարցով։ Բայց կենտրոնում, որտեղ իրենց աչքը տեսնում է, լավ են մաքրել։ Սա էլ մի ուրիշ քաղաքացի է նկատում։ Կենտրոնում մաքուր է, բայց ծայրամասերում նայեք, չկա կենտրոնը իրանց աչքի դեմն է կմաքրեն, բայց դե մնացած։ Ինչու է քաղաքում այս վիճակը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեր հարցին ի պատասխան նշել է. տեղումներից հետո 59 տեխնիկա են գործարկել, 1500 տոննա աղցանել։ Անանցանելի ճանապարհ որպես այդպիսին չկա, եւ իրականում մենք պետք է նաեւ արձանագրենք, որ մեր
Հանրային հատվածում մեր բիզնես հատվածում գործընկերները նույնպես ավականու կանոններով ունեն պարտավորություն մայթերի մաքրման առումով։ Բայց ով պետք է վերահսկի, որ մայթեզրին, խանութ, հանրային օբյեկտներ ունեցողները կատարեն իրենց պարտավորությունը։ Ուղիղ իրենց պարտականությունն է։ Բակերի հատվածում ունեն պարտականություններ, համատիրությունները, մենք իհարկե մեր առաջնային խնդիրը Երևանի քաղաքապետարանը իր արժև դրված առաջնային խնդիրը, իր առաջնային պարտավորությունը իրականացրել է։ Իսկ եթե չեն մաքրում եւ մարդիկ ընկնում են բակերում, մայթերում մերկասառույցի պատճառով անվճար բուժօգնություն ստանում են, առողջապահության նախարարության մամուլի խոսնակը մեծ զրույցում նշեց, վնասվածքի աստիճանից է կախված։ Էմերջենսի ծառայությունը գործում է պետական պատվերի շրջանակում։ Վիրահատական հատվածը սոցխմբերին պետպատվերով, տեղաշարժով ոսկրային կոտրվածքը համավճարային սկզբունքով։ Այսինքն անհետաձգելի բուժօգնության բաժինը սպասարկում է անվճար։ Ծառայությունների մեջ են մտնում հոդախախտի եւ ոսկրի թեթև կոտրվածքի դեպքերը։ Ձյունը գալիս է դանդաղ, իսկ մայրաքաղաքի բակերից ձյունը հեռացվում է կրկնակի դանդաղ։ Քաղաքապետարանից ուղարկված աղին ու բահին են սպասում բնակիչները։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ 1.5 օր է հոսանքազրկված է Էրեբունի վարչական շրջանն ամբողջությամբ, Սարիթաղ թաղամասը, Խորենացի և Տիգրան մեծ փողոցները, Չարենց փողոցի մի հատվածը։ Հեծը ասում է, որ պատճառը ենթակայանում բռնկված հրդեհն է։ Հրդեհը բռնկվել է շաբաթ կեսգիշերն անց։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ կրակը կարողացել են մեկուսացնել ժամը 1:20-ի սահմանում։ Հեծը վթարի մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Ըստ ընկերության նախնական գնահատականի, այսօր մինչև ժամը 22-ը հնարավոր է վերականգնել բոլոր հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը։ Իմ գործընկերները եւս զբաղվել են այդ խնդրին։ Վթարի պատճառով այս ցուրտ եղանակին ավելի քան 2 օր է հոսանք չունեն, զրկված են ջեռուցման հնարավորությունից։ Մեր նկարահանող խումբը շրջել է Էրեբունիում ու լսել բնակիչներին։ Լույս ունեք։ Ոչ։ Ինչքան ժամանակ։ Ոնց որ 3 առաջ օրվանից։ Ինչ կենցաղային խնդիրներ է ստեղծում։ Լույս չունենալը։ Ամեն խնդիրը ստեղծում է լույսը։ Շայից մենք դվիժոկ ունենք միացած է մեր շենքը, բայց ամեն դեպքում անհարմարավետ է էլի։ Լրիվ կյանքիդ որակը փոխում է, բայց ինչ անենք հիմա էտա։ Ուրեմն 3 չէ առաջ օրը ժամը 12-ից գիշերվա, մինչև հիմա չունենք։ Ինչ խնդիրներ է ստեղծում կենցաղային։ Ոչ մի բան չենք կարում անենք։ Ինչպես եք ջեռուցում տունը։ Ոչ մի բան չկա, գազի աչքը վառել են, պլիտեն։ Կողքնյան տաքանում է ու վերջ։ Արդեն 3-րդ օրն է։ Ինչպես կարելի է մոտենալ ամանորյա մանավանդ այս օրերին։ Ամբողջ մթերքը փչանում է, ով է պատասխան տալու։ Իմ գործընկեր Սեդա Մակարյանին հաջողվել է մեկնաբանություն ստանալ Հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից։ Լսենք։ Արտոնապես հրապարակված է, բարբերաբար թարմացում է տեղեկատվությունը, այս պահին ավելին չեմ կարող ասել, որովհետև ես այս գործընթացի մեջ արդեն 38-40 ժամ մխրճված եմ։ Խնդրում եմ անդրնով մոտեցեք, շնորհակալություն։ Շատ բարի, պարոն Պետրոսյան, միայն մի հարց էլի, նշված է էջում, որ ժամը 10-ին վերականգնվելու է ամբողջությամբ, իրատեսական է թե ոչ։ Այո, մեր գնահատմամբ այդ ժամին արդեն մենք ամբողջական պատրաստ կլինենք անջատված բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնելու, անշուշտ գրել ենք, դա մեր առաջնային գնահատականն է ու ամեն ինչ անենք, որ այդ ժամը պահենք բնականաբար։ Թեմայի վերաբերյալ ռեպորտաժը կարող եք դիտել մեր ամփոփիչ թողարկմանը։ Հանդիպել են Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները։ Հանդիպումից հետո Թրամփն ու Զելենսկին հանդես են եկել հայտարարություններով։ Թրամփը վստահ է, որ կողմերը մոտենում են ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նշելով, որ հանդիպմանը բազմաթիվ թեմաներ են քննարկել։ Զելենսկին էլ հայտարարել է, որ թիմերը կշարունակեն աշխատանքները։ Ուկրաինան էլ պատրաստ է խաղաղության։ Սակայն փորձագետներն այդքան էլ լավատեսական չեն տրամադրված։ Վստահ չեն, որ Թրամփին կհաջողվի տարին ամփոփել և 2025-ում թողնել ևս մեկ հակամարտության էջ։ Իրենց խոսքերով 90%-ից ավելի հարցերի շուրջ
համաձայնություն եղել է, սակայն դեռ գլխավոր հարցը տարածքային հարցերի շուրջ համաձայնություն դեռևս չկա եւ պետք է հասկանալ, որ այդ ամեն ինչ միայն Զելենսկիից կախված չի, հա, ինքը չի կարող միայնակ որոշի, թե Ուկրաինայի որ տարածքները ում հանձնի կամ որտեղ գտնվում են ուկրաինական զորքերը հետ քաշվեն եւ դա զիջի Ռուսաստանին։ Ինչ որ առումով դա նշանակում է, որ ինքը ճանաչում է տարածքները ռուսական, եթե Պուտինի և Թրամփի միջև շատ շուտով նոր հեռախոսազրույց կկայանա, հայտարարել Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Կրեմլը դեռևս տեղյակ չէ, թե ինչպես են ընթացել Զելենսկիի և Թրամփի միջև բանակցությունները եւ չի կարող գնահատել դրանք։ Սակայն Մոսկվան համաձայն է Միացյալ Նահանգների նախագահի այն հայտարարության հետ, որ խաղաղությունը զգալիորեն ավելի մոտ է դարձել։ Պուտինի և Զելենսկիի միջև հեռախոսազրույցը չի քննարկվում։ Ուկրաինայի խաղաղության ծրագրի որոշակի կետեր, այդ թվում Դոնբասում ազատ տնտեսական գոտու եւ Զապորոժիայի ատոմակայանի կառավարման հարցերը հրապարակայինորեն մեկնաբանելը Կրեմլը անտեղի է համարում։ Թեհրանում բողոքի նոր ալիք է բարձրացել իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Այն հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ Դոլարը վաճառվում է մոտ 1.43-ից 1.45 միլիոն ռիալի սահմաններում։ Պատճառներից են Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները, 50%-ից բարձր գնաճը, դոլարի թույլ ներհոսքը եւ քաղաքական անորոշությունը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի ամփոփիչ թողարկումը եթերում կլինի ժամ 21-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Ես Գառնու Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։